Թումանյանական աշխարհում անուշ է հնչում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ գրեթե ամեն տարի իրականացվում է ծրագիր, որը կոչվում է «Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ»։ Ծրագրի շրջանակներում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը համերգային ծրագրով Վանաձորում էր։ «Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» համերգային ծրագիրը նվիրված էր անվանի օպերային երգիչ տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին։ Մեր ծրագիրը մենք ստեղծել ենք Գեղամ Գրիգորյանի հետ 10 տարի առաջ եւ այդ ծրագրի նպատակն էր սերնդափոխություն առաջինը ապահովել օպերային թատրոնում եւ ամենակարևորը բացահայտել մարզային տաղանդներին, որովհետեւ այս 10 տարվա մեջ մեր ամենահայտնի երգիչները մարզերից էին, որոնք որ հիմա գրեթե աշխարհի ամենամեծ բեմերում են, զարդարում են լավագույն բեմերը, ինչպեսին Մետրոպոլիտեն օպերա, Բերլինի օպերայի թատրոնը, Մարինյան թատրոնը, Լոնդոնի թատրոնը, Լա Սկալան եւ այլ։ Եվ ամենակարևորը մեր օպերային բեմը, որտեղ որ մեր սաները երգում են եւ առաջնակարգ եւ մյուս դերերքերը։ Այս տարի ծրագրի շրջանակներում Վանաձորյան համերգը երկրորդն էր Գյումրիից հետո։ Երկու համերգին էլ Զիտանով ծրագրի ամենակրտսեր սանն է հանդես է եկել իր կատարումներով։ Նա 16 տարեկան է, երիտասարդական օպերային ծրագրում ուսանում է 14 տարեկանից։ Մարզային ծրագիրը կարևոր է համարում։ Ուրախ է, որ հնարավորություն ունի մասնակցելու եւ տպավորված է հանդիսատեսի ջերմ արձագանքից։ Շատ ուրախ եմ նման տաղանդաշատ ու գեղեցիկ ընտանիքի անդամ լինելու առթիվ եւ շատ շնորհակալ եմ Աստծուն նման լավ ղեկավար ունենալու համար, ով ոչ մի ջանք, ոչ մի երանգ չի խնայում մեզ իրար հետ պահելու, մեզ ստեղծելու եւ մեզ առաջ տանելու համար։ Լևոն Սերգեյեվիչին շատ շնորհակալ եմ։ Կարծում եմ, որ մարզային ծրագիրը շատ մեծ նշանակություն ունի Հայաստանում դասական երգարվեստը տարածելու մեջ։ Հանդիսատեսի ընդունելությունը ֆանտաստիկ է, տաքություն, ջերմություն, շատ տաք ընդունելություն է եւ շատ ուրախ եմ, որ այս համերգներին մաս եմ կազմում եւ հույս ունեմ, որ հանդիսատեսին կարողանում ենք փոխանցել մեր դրական էներգիան։ Միջոցառման շրջանակներում ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը եւ օպերային թատրոնի առաջատար մենեջերչուհի Օֆելիա Համբարձումյանը, ով Արարատի մարզից է, ուսանողների համար անցկացրեցին վարպետության դասընթաց։ Դասընթացավարները համոզված են, մարզում տաղանդաշատ երիտասարդներ շատ կան։ Ոմանք արդեն միացել են ծրագրին, ոմանք էլ կարող են միանալ եւ ունենալ փայլուն ապագա։ Մենք այսօր տվեցինք վարպետության դաս այստեղ ուսումնարանում, բացահայտեցինք շատ լավ երեխաներ, հրավիրեցինք մեր ծրագիր, որ գան մի քիչ փորձ ձեռք բերելու համար, հետագայում միգուցե եւ ծրագրի մեջ ընդգրկելու համար։ Մարզերից մենք բացահայտում ենք տաղանդներին, բերում ենք օպերայի թատրոն, քանի որ դա մայր թատրոնն է, միակ օպերային թատրոնն է Հայաստանում, որպեսզի այդ թատրոնը ինքը սնվի մարզերից։ Տարիներ առաջ նորից մենք այստեղ եկել ենք, բայց ոչ մի տարի չենք ունեցել այդ արդյունքը, ոնց որ այս տարի ունեցանք, բավականին տաղանդավոր երեխաներ կային ու հուսանք, որ կտեսնենք իրենց նաև մեր օպերային թատրոնում։ Մեր նպատակը ավելի երիտասարդ երեխաներին ընդգրկելն է, այս պահին մեր երիտասարդական ծրագրում հիմնական 18-19 տարեկան երեխաներն են։ Վանաձորում ուսանելի եւ օգտակար են համարում վարպետության դասը։ Ուսանողներն ստանում են գործնական խորհուրդներ եւ հեռանկարում տեսնում իրենց ապագան։ Իսկ համերգային ծրագիրը անզուգական կատարումներով հանդիսատեսի համար տպավորիչ էր։ Անչափ տպավորիչ էր։ Նախ ծրագիրը ընտրված էր տարբեր ոճի, տարբեր ժամանակաշրջանի ներկայացուցիչների, ստեղծագործություններից կատարողների մակարդակը որակական, մասնագիտական անչափ բարձր էր, դրա հետ միասին բացի այն, որ ձայներն էին անչափ հաղկված եւ բեմական կեցվածքը եւ կերպարը ներկայացնելու կարողությունը ամեն ինչ խոր մտածված էր եւ շատ մեծ տպավորություն թողեց մեր ուսանողների վրա ու ես վստահ եմ, որ ուսանողների համար սա դարձավ ազդակ խթան, որ իրենք էլ ձգտեն, որովհետև իրենց հասակակիցներն էին այսօր բեմում եւ ցնցում էին իրենց կատարողական արվեստով։ Երիտասարդ կատարողները Վանաձորում հանդես եկան հայ եւ արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։